Այն սարից, որ ջուրը հոսում է, լրիվ գալիս է իրդիս։ Գանձաքարցի Լյուքսիկ Մարտանյանի տունը հենց Ճամփեզրին է, որքան հիշում է, տեղումն առատ օրերին այստեղ միշտ արտակարգ իրավիճակ էր։ Բարձրադիր սարից ձնհալի ու սելավաջրերը իրենց ճամփան գտել ու գետի նման հոսում էին։ Խճապատումն էլ չէր դիմանում։ Ճանապարհաշինարարները հենց այդ խնդրից էլ սկսել են։ Սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ տուֆապատվող Գյուղամիջյան այս ճանապարհը ոչ միայն բարեկարգ կլինի, այլև հնարավորինս ապահով այդ վտանգից։ Հիմնական, ասենք, ծավալուն աշխատանքը դա հեղատարի կառուցումներ, երկարությունը ճանապարհի ուրեմն 490 գծամետր է, հեղատար ուրեմն 518 գծամետր երկարությամբ եւ քանի որ այս փողոցը երկայնական մեծ թեքություններ ունի եւ միշտ անձրևների ժամանակ այդ գառնավարումների ժամանակ անընդհատ, ասենք, հեղեղա լինում եւ այս ճանապարհը միշտ վնասվում է, դրա համար նախագծող նախատեսվեց 500 մմ տրամագծով խողովակներով, ուրեմն սելավաջրերի ու հեղատարու են կառուցում, ամբողջությամբ ավարտել ենք եւ հիմա արդեն տուֆապատումը մենք մոտավորապես մի 20% արդեն տուֆապատման աշխատանքները մենք կատարել ենք։ Սուբվենցիոն ծրագրով 25% համայնքը եւ 75% պետությունը։ Հույս ունենք, որ եթե եղանակը ասենք որ բարենպաստ լինի, մինչեւ 2 ամիսը մենք ավարտենք։ Սա Իջևան համայնքի Գանձաքար գյուղում առաջին սուբվենցիան չէ։ Ճանապարհաշինական ծրագրերը սկսվել են 2023-ից։ Ասֆալտապատում է կատարվել 250 մետր երկարությամբ։ 24 թվականին կառավարության աջակցությամբ կատարվել է 17-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Ներքի թաղամասից դեպի դպրոց գնացող ճանապարհն է 250 մետր երկարության հենապատերով նորից ջրահեռացման համակարգով։ Անբարեկարգ ճանապարհներ ունենք, բարելավ է։ Ու շարունակական բնույթ կրի։ Վարչական ղեկավարի խոսքով նոր ճանապարհները նոր շունչ են տալիս գյուղին եւ նոր հեռանկար բացում նաեւ զբոսաշրջության զարգացման համար։ Մեր գյուղը պատմամշակութային արժեքներ շատ ունի, 3 հատ կիկլոպյան բերդ ունենք, 13 հատ հնաորդ մատուռներ ունենք։ Եղատեսի լեզվայրերը իսկական туриզմի տեղ է։ Հուսով ենք, որ կզարգանա туриզմը։ Այս տարվա համար էլ նախատեսված է ճանապարհաշինական 3 ծրագիր։ Գյուղը եւս 3 բարեկարգ ճանապարհ կունենա։ Աննա Զախարյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։